Եթե մենք փորձենք ընդհանուր տրամաբանության մեջ դիտարկել Ռուսաստանի Պուտինի պահվածքը, կարող ենք հետևելը ֆիքսել։ Ռուսաստանը վերջին տարիներին Արցախի անկումից հետո առնվազն փորձում է Հայաստանին վաճառել օդ։ Այսինքն ինչ որ մեծ բան են փորձում վաճառել, որը իրականում գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում անդամակցություն, որը մենք արդեն անդամ ենք, ելակի վաճառելու թույլտվություն, որի կարիքը մենք չունենք, գազը սահմանի վրա $177, երբ մեր տները 390-ով է մտնում, հա, բաներ, որոնք չկան իրականում։ Հիմա այս Պուտինի լռությունը հերթական փորձ է մեզ վաճառել ինչ-որ փուչիկ, այսինքն իր այդ շնորհավորական ուղերձը վաճառել մեզ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորելու է։ Այս դադարը կանցնի, ինքը կտեսնի, որ ոչ մի բան դրանից չի շահում, եւ ինքը կշնորհավորի։ Սա հերթական փորձ է մեզ վաճառել օդ, փուչիկ։ Ըստ էից ասեն, ոչ եք տեսնում, այդ լրագրողները ինչ են ասում, ասում են, բա Պուտինը չի շնորհավորել, բա ինչ եք չի ճանաչում ընտրությունները։ Չի ճանաչում, բա դուք ո՞նց եք, բա մի բան արեք, բա մի բան ասեք, ո՞նց կլինի, բա Կրեմլը, Մոսկվան, պետք չի ոչ մի բան անել, կճանաչի եւ կզանգահարի եւ կշնորհավորի։ Ես վստահ եմ դրանում։